Բնությունն ամեն օր պատմում է մեզ զարգանալու միակ ճշմարիտ մեխանիզմի մասին՝ սերմ, խնամք և պտուղ։ Սկզբում սերմը դնում ենք պարարթողի մեջ, հետո խնամում ենք, ջրում, աճեցնում, վերջում ստանում պտուղներ, որոնք առանց նախորդ երկու գործողությունների չէինք կարող ունենալ։ Առանց սերմը հողի մեջ դնելու պտուղ չենք ստանա։ Սա չէ զարգանալու գլխավոր պատճառը։ Բազմիցս տեսել ենք, ինչի փող տամ, հենա կողքից կնայեմ կսովորեմ։ Հա, կսովորես։ Պարզապես այս ժամ-ժամի գերարագ զարգացող 21-րդ դարում, մինչև դու կողքից նայես, ասենք, ինչ-որ մեկի երրորդ մակարդակի գիտելիքն ու սովորես, գնաս հմտանաս, սկսես անել, աշխարհն այդ ընթացքում կպահանջի 15-րդ մակարդակի գիտելիք, որը կհասցնի բավարարել նա, ումից սովորել էիր 3 երրորդ մակարդակի գիտելիքը, որովհետև դու անվճար փախցրել ես այն, ինչը այդ փուլում երևացել է կողքից, իսկ նա վճարել ու իմացել է մյուս մակարդակների երևացող, չերևացող, գաղտնի ու չբացահայտված կողմերը միասին։ Իսկ դու դեռ շարունակում ես կասկածել, որ խնդրիդ լուծումը համացանցում կգտնես անվճար, մի կասկածիր, հաստատ կգտնես։ Համացանցում անվճար հնարավոր է գտնել ամեն ինչ, բառի բուն իմաստով։ Թե երբ կգտնես, որքան ժամկետում կընկալես, որքանով մատչելի ու արագ կտրվի քեզ այդ ամենը ու ավարտին ինչքանով պետք կգա քեզ դա, սա այլ հարց է, բայց համացանցում, այո, անվճար կարող ես գտնել ցանկացած գիտելիք։